Դե Նիկոլ Փաշինյանն է այդ ավանդույթը մտցրել, 18-ից հետո մենք հանդիպում ենք դատարանների առաջ, որովհետև ժողովրդավարական բաստիոնն է, չէ, ով դառնում է ընդդիմախոս կամ ակտիվանում է, սրան գործ ետևից կարում են, բերում են դատարան։ Պարոն Շարմազանով, երեք ողջ օրը ԿՊԱ-ականները Գյումրիում դրանից դուրս ասում էին, որ սա բացառապես իրավական գործընթաց է, իրենք չեն կարող գնահատական Բա չէին ասելու իրաց։ Եվ Սարիկ Մինասյանն էլ տարանջատվում էր, այսպես ասած, ԿՊ-ից, ասում էր, որ ինքը այս ամենի հետ կապ չունի։ Այս առնչությամբ ինչ գիտակ։ Ժորժ ջան, ես չեմ ուզում Գյումրու ընտրությունների մասով խոսամ, դա գյումրեցիների խնդիրն է։ Եվ Երևանում, Ալավերդում, Կապանում կանգնել ասել Գյումրու մասով, դա գյումրեցիները իմաստուն ժողովուրդ են, գյումրեցիներն իրենք կորոշեն։ Ում են քվեարկում, ոնց են քվեարկում։ Իսահակյան ու Շիրազ տված Մհեր Մկրտչյան տված ժողովուրդը ու շատ ավելի շատ հանճարներ, ինքը գիտի ոնց կվերաբերվի էլի այս պրոցեսներին, պետք չի գյումրեցիներին խելք ցույց տալ կամ ասել, որ սա ինչ վատ է։ Բայց ես ուզում եմ խոսել երեկվա այդ խուզարկությունը չէ, դա քաղաքական տերոր է, քաղաքական տերորի պահով զուտ Գյումրու կոնտեքստում, բայց սա կատարվում է այն ինչ որ 7 տարիների ընթացքում է կատարվում։ Նիկոլ Փաշինյանի իրական դիմքը երևում է այս ժամանակ։ Հենց մի քիչ նրա իշխանությունը փորձում է, այսպես ասած, շարժվել, նա միանգամից դիմում է տերորի։ Սկսում է սրան նրան բռնել։ Հիշում եք 18 թվականից հետո սկսեց ասֆալտին կպարկասնենք, այս կանենք, այն կանենք, նախորդին պարլամենտում ընկավ ցայտնոտի մեջ, հիստերիկ նոպաների մեջ։ Սա իրանց ոչն է, սա խոսում է, որ իշխանությունը գլոբալ իմաստով ինքը կայուն չի։ Իշխանությունը ցնցվում է, իշխանությունը հասկանում է, որ իշխանությունը իրենց ոտքերի տակից գնում է եւ ուշ թե շուտ գնալու է։ Իսկ գյումրեցիների պահով Մարտունը մեր ընկերն է, Մարտունի հայր կամո մեր ավակ ընկերն է, ես եկել եմ եւ տղան էլ իմ փոքր ընկերն է։ Մենք եկել եմ իրենց սատարեմ եւ դատապարտում եմ այն քաղաքական տերորը, որ իրականացվում է Գրիգորյան ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Մի բան էլ էլի Քարոզ Արշավին չեք ուզում անդրադառնալ, ամեն դեպքում Չէ, ոչ թե չեմ ուզում անդրադառնալ, ասեմ դա գյումրեցիների խնդիրն է, գյումրեցիները գիտեն ում պետք է ընտրեն կամ ում չպետք է ընտրեն։ Նայեք, ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի Արցախի Ղարաբաղի հասցեին ուղված այս հոխորտանքը նաև Քարոզ Արշավի մաս դարձավ, այլ ձևակերպմամբ Սարիկ Մինասյանի հայտնի հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որ փախել են, էսեն արել, չեն ուզել գնան Արցախ, կռվեն, ծառայել։ ԿՊ-ի 90%-ը չի ծառայել բանակում իրաց ղեկավարի գլխավորությամբ։ Հիմա եկել են, եթե իրանք ուրիշի մեղադրում են չծառայելու մեջ, Նիկոլը ծառայել է, Արադ Միրզոյանը ծառայել է, Արայիկ Հարությունյանը ծառայել է, ուտեց հերթով, ծառայել է։ Այդ որ ուրիշին մեղադրում են չծառայելու մեջ, կարող է իրանք Մարշալ Ժուկովի ու Ռակասովսկի նման եղել են կամ գեներալ Մանվեի նման առաջնագծում են եղել։ Չէ, դա այնպես էր ասում, որ կամ որ նեղանում են հենց Արցախից, Լեռնային Ղարաբաղից են փախել, այնտեղ ծառայելուց։ Արցախից։ Ինգեր, ես տենց հիմարությունները չեմ ուզում մեկնաբանել, ես ավելի գլոբալ հարցեր եմ մեկնաբանում։ Սարիկ Մինասյան անազգանով քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, որ մի հատ իրան մեկնաբանեմ։ Ես ճանաչում եմ իրանց թիմից մի հոգու։ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ մնացածը սա իրականացնում են Նիկոլի հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, այո, դու կապիտուլյանտ ես, որովհետև ստորագրել ես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, դու կրկնակապիտուլյանտ ես, որովհետև հանձնել ես Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հետո էլ Գրենադայում, դու եռակի կապիտուլյանտ ես, քանի որ արդեն ընդունել ես Ալիևի բոլոր պայմանները, որտեղ ոչ խոսք կա Արցախահայերի վերադարձի, ոչ Արցախի ճակատագրի, ոչ մեր գերիների եւ ավելին դու փաստացի կատարում ես Ալիևի բոլոր հրահանգները եւ փաստացի հրաժարվում ես Հայաստանի 3-րդ հանրապետության բովանդակային հիմքերից։ Դու պարլամենտում կանգնեցիր եւ պատերազմ հայտարարեցիր Ղարաբաղյան շարժմանը, իսկ ով չգիտի, ժողովրդի համար եմ ասում։ Դուք ինձ լավ գիտեք դա։ Սա հանրության համար եմ ասում։ 3-րդ հանրապետությունը ծնունդա Ղարաբաղյան շարժման։ Չլներ Ղարաբաղ կոմիտեն ու Ղարաբաղյան շարժումը, 3-րդ հանրապետություն չէր լինի։
Այս պետության բովանդակությունը Ղարաբաղյան շարժման մեջ է։ Եվ իսկով ուրանա, կներեք, հայի համար Ղարաբաղ ուրանալը նույն բանն է քրիստոնյայի ոնց որ քրիստոնյան ուրանա Հիսուսից։ Նույն բանն է։ Այդ ճանապարհտան կանցնի։ Պարոն Շարմազանով, այդ նույն ամբիոնից, այդ նույն օրը, երբ որ Ղարաբաղյան շարժումը ասաց, մենք պետք է մոռանանք չշարունակենք, Նիկոլ Փաշինյանը այդ նույն Ղարաբաղ կոմիտեի հիմնադիրներին, անդամներին, նաև Արցախի նախկին ղեկավարությանն ու Հայաստանի նախկին նախագահներին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, կտամ կծեփեն պատերով, չգիտեմ, պատեպատ կտամ, այսինքն Նիկոլ Փաշինյանը այդքան կա, որ կարող է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին պատեպատ, հա։ Նիկոլ Փաշինյանը ինչքան կա եւ 3 նախագահները ինչքան կան, ցույց է տվել Իլհամ Ալիևը։ Երբ որ Սերժ Սարգսյանի ժամանակ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին լալա հառաշ բողոքում էր, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը, դա նույն Ալիևն էր։ Եւ Սերժ Սարգսյանը ինչ թույլ տալիս որտես բաներ ասի։ Թող ասեմ, հարցը տվել ես, թող պատասխանեմ, եղբայր ջան։ Եվ երկրորդը, իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ ասել Իլհամ Ալիևը եւ ով է Նիկոլ Փաշինյանը աշխարհակաղակական առումով։ Ես չեմ ուզում դա կրկնել։ Ինձնից լավ գիտեք, էլ բիզիմ դիրել, նոլ դուել, ծաղրացու, այդքան տենց խոսացող, հա, թող գնա Ալիևի դեմը խոսա, ոչ թե խելոք Ալիևի հրանգները կատարի։ Իսկ ինչքան ենք ոչ մի բան էլ թույլ չենք տալի, ճտեին աշտանն են հաշվում։ Նիկոլ Փաշինյանը պրծած գործիչ է ու ես ասել եմ, Արցախյան խնդիրը ավարտված չի։ Եթե իրենց թվում է Արցախը հանձնելու մարսել են, Արցախը հայաթափելու մարսել են, դա անհնար է, դա ոչ քաղաքական առումով է մարսելի, ոչ իրավական, ոչ էլ մարկային։ Դա մարսելու բան չի։ Կապրեն կտեսնենք։ Պարոն Շարմազանով, արդեն 5-րդ աշունն է գալիս եւ այդ ճտերին չեն հաշվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նախկին նախագահների հասեն ինչ ասել ու անպատիժ մնալ ու առանց պատասխան մնալ։ Դե քո նման քաղաքացիները պետք է բոլորը դուրս գան փողոց եւ Նիկոլ Փաշինյանի ականջից բռնեն եւ դուրս չպրտեն կառավարության քաղաքական առումով դուրս չպրտեն կառավարության աշխատասենյակից։ Երբ որ բնակչության մեծ մասը քո նման տես պատվախնդիր կլինի, Նիկոլ Փաշինյանը լետաթորին նստած չի լինի։ Շնորհակալ եմ։